Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Օրեր առաջ մեկնարկեց նոր, շատերի համար սիրելի եւ հաճելի, շատերի համար խնդրահարույց ուսումնական տարին։ Մի շարք աշակերտներ առաջին անգամ ոտք դրեցին իրենց ուսումնական հաստատություն, իսկ ոմանց ցավոք դա այդպես էլ չհաջողվեց։ Ինչևէ, մենք անընդհատ խոսում ենք ներառական կրթության, նրա ներմուծման, նրա տարածման եւ որոշ առումով օգտակարության մասին, սակայն անընդհատ բախվում են գրեթե նույնանման խնդիրների։ Այն աշակերտներից մեկը, ով ունեցավ խնդիր հենց սեպտեմբերյան ամսվա հետ կապված, 7-ամյա Արեգն էր, որը շատ լուսավոր, շատ լավ, հրաշալի մի երեխա է, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով նա մերժվեց եւ բախվեց պատին, կարելի է այսպես ասել, անտարբերության պատին։ Ալլա Գևորգյանը թիվ 125 դպրոց էր մտել, Արեգի մայրն է Ալլան, թիվ 125 դպրոց էր մտել համապատասխան կրթություն ստանալու թույլտվությունը ձեռքերին, սակայն Լիլիթ Անտոնյանը, տվյալ դպրոցի տնօրենը այսուհանդերձ խորհուրդ էր տվել երեխային թողնել տանը կամ նրան տանել այլ հատուկ դպրոց եւ առհասարակ հրաժարվել էր երեխային ընդունել դպրոց։ Իհարկե մինչեւ օրս անհասկանալի է նման վերաբերմունքը եւ մենք բազմիցս ենք խոսել այս մասին, սակայն կարծում եմ, որ լավագույնս ներկայացնել իսկապես եղած իրավիճակը այստեղ եւ հասկանալ մասնագետների օգնությամբ, թե ինչպես պետք է անել, ինչ ճանապարհներով արմատախիլ անել այս երևույթը եւ առհասարակ ինչ ասել է ներառական կրթություն եւ ովքեր են համապատասխանում ներառական կրթության համար նախատեսված պայմաններին։ Բարի երեկո եմ ասում իմ շատ սիրելի եւ հարգարժան հյուրերին եւ ներկայացնում նրանց։ Ալլա Գևորգյանը, ինչպես նշեցի, 7-ամյա Արեգի մայրն է, մասնագիտությամբ թարգմանիչ։ Բարի գալուստ Ալլա։ Նարինե Մանուկյանին վստահ եմ գիտեք բոլորը, քանզի հաճախ է մեզ հյուր լինում, մեր սիրելի գործընկեր Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, ծնող։ Բարի գալուստ։ Շատ հաճելի է տեսնել այստեղ Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության նախագահ Տիկին Սուսաննա Թադևոսյանին։ Բարի գալուստ Տիկին Սուսաննա։ Այս կողմում եւս ներկայացնեմ մի շատ հետաքրքիր երեխայի ծնողին, Նարեկի ծնողն են, մասնագիտությամբ նկարչուհի Զարուհի Մխիթարյանը, Հայ մայրեր բարեգործական հասարակական կազմակերպության շահառու։ Պարոն Հովանես Գալաջյանը իմ հարգարժան գոլեգաներից է, իրավունք թերթի գլխավոր խմբագիր, բարի գալուստ։ Եվ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Տիկին Անահիտ Մուրադյանը։ Բարի երեկո։ Ալլա, քանի որ հիմնական հարցը, որի մասին քննարկելով պետք է բացենք մի քանի տարբեր ենթահարցեր, ձեր երեխայի հետ կապված այս դպրոցի տնօրենի հետ պատմությունը, ես կխնդրեի սկսեք սկզբից, ինչպես բանը եղավ, երբ գնացիք, ինչպիսի խոսակցություն տեղի ունեցավ։ Տեղեկացված էի, որ 125 դպրոցը իրականացնում է ներառական կրթություն, որոշեցի այդտեղ դիմել մեր բնակության վայրին առավել մոտ գտնվելու պատճառով։ Առաջին անգամ եկա առանց երեխայի, ուղղակի ծանոթանալու դպրոցին, ուսուցիչներին, երկրորդ անգամ նախ առաջին անգամ ինձ ասացին, որ ցանկություն ունեն երեխային տեսնելու, երկրորդ հանդիպմանը եկա երեխայի հետ։ Մտանք դասասենյակ, որտեղ նստած էին ներառական կրթություն իրականացնող շուրջ 10-15 մասնագետներ, այդ դպրոցի աշխատող ուսուցիչները, երեխան մտնելուն պես ասեց բարև ձեզ, ոնց եք, լավ եք, մենք շատ լավ տրամադրված եկել էինք, իմ մտքով անգամ չէր անցնում, որ ինչ-որ մեկը մեզ պետք է հրաժարվի ընդունել դպրոց, եկանք նստեցինք, սկսեցին ինձ մեկը մյուսին ընդհատելով մասնագետները հարցեր տալ երեխայի ինքնասպասարկման մասին եւ խոժոր հայացքներով նայել ինձ ու երեխային, այնպիսի լարված մթնոլորտ էր ստեղծվել, որ երեխան հենց իմ ձեռքերում լարվեց եւ շատ կաշկանդված էի զգում։ Հետո մեկ ուսուցիչ դուրս եկավ եւ գնաց տնօրենի մոտ, հետ եկավ, ասաց, որ լավ կլինի մի հատ տնօրենն էլ ձեզ տեսնի։ Գնացինք երեխայի հետ տնօրենի կաբինետ, սենյակ, որտեղ նստած էր տնօրենը, եւ ասացի, որ Արեգի բոլոր անհրաժեշտ թղթերով եմ եկել դպրոց ընդունելու, այդ թվում Կատինյան կենտրոնի թեստավորման կենտրոնից այն թուղթը, որը անհրաժեշտ էր թեստավորման, նա մեզ մերժեց, ասաց, որ խոսք ծավալվեց մեր մեջ եւ նա փաստացի մերժեց մեզ դպրոց ընդունելու, դա էլ մեկնաբանեց նրանով, որ այդպիսի երեխաների հետ աշխատելու փորձ չունեն իրենց բազմապրոֆիլ մասնագետները, լիարժեք չեն այնքան, որպեսզի աշխատեն Արեգին։ Խնդրեմ, այդպիսի երեխաների մեջ ինչ եք հասկանում։ Այդպիսի երեխայի մեջ ասացի տնօրենին, հարցեցի ինչ է նշանակում այդպիսի երեխա, նա ասաց երեխան անհանգիստ է, չի ներառվի,
դասապրոցեսին, դուք հո զորով չեք ուզում բերել երեխային անիմաստ բերել դպրոց, իբրև թե կրթություն ստանալու։ Դուք տեսնում եք, որ նա չներառվող երեխա է։ Ես եւս մեկ անգամ ասացի, տիկին Անտոնյան, երեխան այսօր անհանգիստ է, որովհետև դուք մեծ անձնակազմով ընդունեցիք նրան, շատ լարված մթնոլորտ է ստեղծվել, եկեք աշխատենք, եթե տեսնենք, որ Արեգը իսկապես չի ուզում, ես որպես մայր նրան զորով չեմ բերելու դպրոց, եթե տեսնենք իսկապես չի ստացվում, ես չեմ բերի։ Նա այդ իմ խնդրանքն էլ մերժեց, ասաց, ես կարող եմ դեզ ուղղորդել, գնաք հատուկ դպրոց, այնտեղ կոնկրետ ձեր երեխայի համար լավ մասնագետներ կան, ավելի պատրաստված, մի խոսքով։ Եվ մերժեց մեզ, մեր իրավունքի դպրոց հաճախելու։ Ալա, մեկ հարց, դուք նրան փորձեցիք հակադրել այն փաստը, որ որևէ հիմք չկա երեխային դպրոց չընդունելու համար, ավելին դուք ունեք փաստաթղթերը, որոնք հատուկ արվել են եւ թեստավորումը եւ առհասարակ ներառական կրթությունը ինքնին ենթադրում է անգամ անհանգիստ երեխային ներառել այդ կրթական համակարգ։ Ես ասացի, քանի որ դուք ներառական կրթություն իրականացնող դպրոց եք, պետք է ունենաք հոգեբան, որը աշխատում է երեխայի բնավորությունը շտկելու հարցերով։ Անգամ եթե երեխան անհանգիստ է, դա շարունակական բնույթ չի կրում։ Որտեվ ես ուզում եմ մի օրինակ բերել ուղղակի, երեխաները գնում են անընդհատ ֆիզիոթերապիայի դասընթաց, ֆիզիոթերապիայի վարժություն պարապմունքների։ Եվ պատկերացրեք այդ ցավոտ վարժությունները մկանը հարթելու, նրանք լացով դիմանում են։ Այո, սկզբի ժամանակ երեխան անհանգիստ կարող է լինել, հա։ Օրինակ մեզ մոտ շատ հեշտ է եղել այդ process-ը, որտեղ ֆիզիոթերապևտը փորձել է երեխայի հետ լեզու գտնել, ավելի ընկերանալ, այո, դավերիայի մեջ մտնել, այսպես կոչված։ Ես այդ օրինակը բերեցի տիկին Անտոնյանին, ասացի, որ եկեք փորձենք, հոգեբանը պետք է աշխատի, երեխան հա այսօր անհանգիստ է եղել, բայց դա չի նշանակում, որ դուք երբևէ իրան ինչ որ հարց տվել եք, ինչ որ փորձել եք հասկանալ իրեն, դա չի նշանակում, որ երեխան անընդմեջ անհանգիստ է լինելու բոլոր դասերին եւ այլն։ Մանավանդ անձնեն աչքով այդպես առաջին անգամ դժվար է տալ գնահատական։ Նա որակավորեց երեխայի անհանգիստ լինելը որպես ագրեսիա եւ իր տված հարցազրույցներում այդպես էլ նշեց, որ Արեգը չափազանց ագրեսիվ երեխա է։ Շնորհակալություն Ալլա, Արեգը հրաշալի երեխա է, բայց դրա մասին չի խոսքը։ Մենք օրեր շարունակ փորձում ենք կապի մեջ մտնել տիկին Լիլիթ Անտոնյանի հետ, որը հանդիսանում է 125 տվյալ դպրոցի տնօրենը, եւ իհարկե ունեինք մի շարք հարցեր, որոնք այսօր պետք է բարձրաձայնենք, բայց քանի որ նա բացակայ է, ես կփորձեմ այդ հարցերը բարձրաձայնել եւ ուղղորդել իմ հյուրերին, ստանալով համապատասխան պատասխաններ։ Կարճատև դադարից հետո մենք կշարունակենք եւ ես սիրով խոսքը կտրամադրեմ տիկին Սուսաննա Թադևոսյանին։ Մարդկային գործոնն է եթերում եւ ոչ միայն ներառական, այլև յուրաքանչյուր երեխա ունի իրավունք ստանալու կրթություն, լինի ներառական, թե սովորական հանրակրթական կրթություն։ Մենք գիտենք, որ 125 դպրոցը միայն անցած տարի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 60 աշակերտ է ունեցել եւ յուրաքանչյուրի համար պետությունից ստացել է 500,000 դրամ։ Իհարկե հարցս գուցե ռետորական է, բայց հետաքրքիր է, որքանով է կարողացել տվյալ դպրոց այդ 60 աշակերտին ինտեգրել այն միջավայր, որի համար ստեղծված են այս պայմանները եւ պետությունը ահռելի գումարներ է ծախսում, երբեմն վատնում։ Եվ արդյոք այս դեպքը չի կարող լինել շարունակական, իրական նման դեպքերը շատ են, բայց Ալլան այն քիչ ծնողներից է, որ բարձրաձայնում է։ Անկեղծ ասած դպրոցի աշակերտներին 60 այդ երեխաներին ուղղակիորեն չեմ ճանաչում, ես փորձում եմ հավատալ, քանի որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը դա գնահատվում եւ կայագրվում է որպես այդպեսին, թե ինչպիսին պայմանների կարիք ունեն երեխաները, շատ չգիտեմ, եւ այստեղ մեկ այլ հարց կա։ Եվ այս երևույթի միջավայրից ոչ միայն 125 դպրոցում դուք կտեսնեք, նաև մնացած բոլոր դպրոցներն, որ երեխաների թիվը շատ է, բայց շատ քիչ են այն երեխաների թիվը, ում համար մենք հասարակական կազմակերպություններս այսքան պայքարում ենք, որպեսզի այդ երեխաների կրթությունը լինի հասանելի, մատչելի եւ որակյալ, եւ ներառական, որ ամենակարևորն է։ Եվ հենց այս խնդիրները հաշվի առնելով, ես հուսամ, որ շուտով այս տարվա վերջին կամ հաջորդ տարի ֆինանսավորման նոր կարգ կմտնի, որը ուղղակիորեն պաշտպանելու է հենց այն երեխաների իրավունքը,
կամ թե ասել կուզի, որ կանխարգելի այն երեխաներին ճանաչել կրթության առանձնացող պայմանների կարիք, ովքեր ընդամենը որոշակի թեթև աջակցության կարիք ունեն։ Տիկին Սուսան, արդեն կա դա քննարկման մեջ, թե դուք ենթադրում եք։ Դա հենց օրենքը արդեն իր մեջ ամրագրել է, որ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը պետք է լինի տարբերակված եւ կտրվի այն երեխաներին, ովքեր ունեն միջին ծանր եւ խորը ուրեմն ֆունկցիաների խանգարում, այսինքն այդ մեծ թիվ կազմող թեթև երեխաները այլևս բարձրացված չափականակ չեն լինի։ Այսինքն դպրոցները իսկապես շահագրգիռ կլինեն միջին, ծանր եւ խորը խնդիրներ ունեցող երեխաներ ունենալ դպրոցում։ Շնորհակալություն Տիկին Մուրադյան, Տիկին Սուսաննա, հարցս երկուսիդ եմ ուղղում, մասամբ դուք անդրադարձաք դրան, գաղտնիք չէ, որ դպրոցը, որը դառնում է ներառական կրթական համակարգի մի մասնիկ, ունենում է բարձրացված չափանակ ֆինանսավորման, եւ սա երբեմն շահագրգռում է նրանց ուղղակի զուտ ֆինանսական միջոցների համար, բայց միշտ չի, որ ներքինով այդ դպրոցը իր տեխնիկական սպասարկմամբ, իր մասնագետների որակավորմամբ համապատասխանում է տվյալ վիճակին, հա, ներառական կրթության համար իրականացվող բոլոր ֆունկցիաներին։ Արդյոք ով է վերահսկում կամ կա վերահսկում։ Եթե անդրադարձենք կատարում նոր ընդունված կրթության մասին օրենքի փոփոխություններին, ապա ներառական կրթության համատեքստում ասեմ, հա, ներառական կրթություն ասելով մենք հասկանում ենք յուրաքանչյուր երեխա, ընդ որում այդտեղ չի մատնանշվում հենց հաշվանդամություն ունեցող երեխան, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի առավելագույն մասնակցությունը դասապրոցեսում եւ մատնանշված այսպես ամրագրված արդյունքներին հասնելը։ Յուրաքանչյուր երեխայի համար այդ արդյունքը կարող է շատ տարբեր լինել։ Քանի որ մեր սահմանադրությունը ասում է, որ հիմնական Տիկին Մուրադյան, դուք խոսում եք արդյունքի մասին, ես դեռևս խոսում եմ նախադրյալների, պայմանների եւ արդյոք այդ որոշ դպրոցի տնօրեններ այս բարձրականակ ֆինանսավորումը չեն դիտարկում իբրև ուղղակի ավելորդ եկամտի աղբյուր, այո։ Երբ որ մենք ասում ենք մաքսիմալ մասնակցություն երեխայի դասապրոցեսին եւ ընդհանրապես ուսումնական պրոցեսին, դպրոցներում տարբեր կերպ են հասկանում այս մաքսիմալ մասնակցություն, բառակապակցություն, դեռևս նոր է օրենքը ընդունվել, նախկինում ներառական կրթությունը կրթական ծրագրի ձևով է մուտք գործել դպրոց։ Ինչ վերաբերում է արդյոք բարձրացված չափականակը, այսպես խայծ չի դպրոցների համար, հա։ Վերջին հաշվով մենք ունենք շուրջ արդեն 3000 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ հանրակրթական դպրոցներում։ Եվ եթե նույնիսկ այն ինչ որ այստեղ խոսվեց, քննարկվեց, այդ 3000 երեխայի մեջ ընդամենը 300-ն են լուրջ խնդիրներով երեխաներ, միևնույնն է, այս 300 երեխաների ծնողները իրանք բավականաչափ ակտիվ ծնողներ են։ Եթե իսկ դպրոցները այդպես իսկապես իրենց վերաբերմունքով մերժեին, այս 300 թեկուզ այս 300 ծնողների կողմից էլ ընդվզում կլինի։ Ես շատ ցավում եմ, որ նախադեպք է եղել 125 դպրոցում եւ իհարկե Արեգը վստահ եմ, որ շատ լավ բալիկ է եւ մենք ամեն ինչ անել ենք, որ Արեգի հետագա կրթությունը համարժեք լինի իր հնարավորություններին եւ Արեգը կրթություն ստանա հանրակրթական դպրոցում, բայց նաև սա դեպք է, որ պետք է քննարկենք եւ հասկանանք ինչից է ստացվում այս դեպքերը։ 300 երեխաներ, որոնց ծնողները իսկապես լուրջ ծնողներ, ես 3000-ի մեջից ընդամենը 10% առանձնացրեցի։ Ուրեմն խնդիր չեն ունեցել, որ այս խնդիրները չեն բարձրաձայնվել։ Այսինքն հասարակության վերաբերմունքը այդուհանդերձ եւ դպրոցների վերաբերմունքը բավականաչափ դրական է կրթության առանձնահատուկ պայմանների Շնորհակալություն Տիկին Մուրադյան, ես համակարծիք չեմ իհարկե, որ խնդիր չեն ունեցել, եթե չեն բարձրաձայնել, շատ դեպքերում վախենում են ուղղակի նեղացնել, դե լավ ասում են, մի կերպ հարմարվում են, կամ թե չէ բարձրաձայնում են, որ իմ երեխայի դպրոցում լավ է, այ բայց այն դպրոցն է վատը։ Նույն, հա, այսինքն այս դա նշանակում է, որ խնդիրներ կան։ Բայց ես ինչ կուզենայի էլի այս պարագայում ասել, դե հիմա դպրոցները անշուշտ խայծը թե բանը շահագրգռված են, որ բերեն եւ դա ֆինանսական է, այս իմիջիալից Հայաստանում չի միայն այդպես, ընդհանրապես ցանկացած տեղում եւ դպրոցները աշակերտների թվով են ուրեմն իրենց բյուջեն ձևավորում, բնականաբար կա շահագրգռվածություն, այնպես որ սա չի հարցը։ Մեկ այլ բան է այդ կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը, նույնիսկ նույն մեկ դպրոցում տարբեր ուսուցիչների մոտ մեկ երեխայի հետ, որը շատ ավելի կարող է դժվար խնդիր ունենալ, ամեն ինչ հաջողում է, մեկ այլ երեխայի մոտ ոչ։ Այսինքն վերաբերմունքը դեռևս adekvat չէ, որը իսկապես պետք է փոխել։ Շնորհակալություն Տիկին Սուսաննա, պարոն Գալաջյան, ինչպիսին է ձեր վերաբերմունքը ներառական կրթությանը։ Իմ վերաբերմունքը։ Ձեր, ոչ թե ձեր ֆեյքի։ Դե իմ վերաբերմունքը ճիշտն ասած, եթե պարզապես վերաբերվում է որպես
հերթական անհաջող ռեֆորմը, քանի որ աչքներովս տեսել ենք, որ կրթական ոլորտում ցանկացած ռեֆորմ փչացնում է համակարգը, ապա արդեն իմ ֆեյքի հայտնվելուց հետո, երբ համացանցում հայտնվեցին այդպիսի հարձակումներ, ես առնչվեցի մի երևույթի հետ, որը կարող եմ կոչել ներառական ֆաշիզմ։ Դրանից հետո ես տրամադրվել եմ այդեն հույժ բացասական այդ համակարգի վերաբերյալ։ Եվ ես ամեն ինչ եմ անելու, որ մինչև իմ նորածին որդին գնա դպրոց, որ այդ համակարգը չեղյալ հայտարարվի։ Մեկ վայրկյան, պարոն Գալաջյան, թույլ տվեք կարդալ, ինչպես դուք նշել եք ձեր ֆեյքի գրառումը։ Ներառական կրթությունը ինքնին հանցագործ համակարգ է, քանզի ստիպում է մեծամասնությանը հարմարվել պրոբլեմ ունեցողներին։ Եթե դաուններին բերեն սովորական դասարան, ապա ստիպված ամբողջ դասարանին պիտի տան դաուններին համապատասխանող ուսուցում ու վարի տան ընդհանուրի կրթական համակարգը։ Ներառական կրթությունը ես չեմ կարող դիտարկել այլ կերպ, քան աշակերտների համատարած դեբիլիզացիայի ծրագիր։ Պարոն Գալաջյան, դուք նշել եք, հա, ձեր խոսքում, որ սա ֆեյքի, ինչ որ կեղծ ձեր անունով, կեղծ օգտատիրոջ տարածած մի բան է։ Այո, որը մեկ տարի գոյություն ուներ, դրա մասին ես չէի կասկածում ու հայտնվեց։ Բայց մեկ հարց, հիմա դուք նշեցիք, որ սա կեղծ օգտատեր էր եւ ձեր խոսքում այնուամենայնիվ կարծես ես լսեցի բան, որ դուք համաձայն չեք այս կրթական ծրագրի հետ։ Այո, համաձայն չեմ։ Ձևակերպված է որպես հանցագործ համակարգ։ Ես կասեի, որ ավելի քան հանցագործություն է։ Կարող եք հիմնավորել ձեր խոսքը, պարոն Գալաջյան։ Այո, կարող եմ։ Գոյություն ունի դեռ սովետական միության ժամանակներից կայացած, ձևավորված, հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հարմարված համակարգ դպրոցների, իր մասնագետներով, իր բազայով, դրա փոխարեն բերվում է անհայտ նոր ինչ-որ մի բան, ինչպես փորձը ցույց է տալիս, անհայտ նոր մի բանը, Չերնոբիլդինի ասածով է ստացվում, хотели как лучше, получилось как всегда։ Ինչն է как всегда, պարոն Գալաջյան։ Այսինքն ված, որ ցանկացած Դուք երեխա ունեք, որը սովորում է դպրոցում, պարոն Գալաջյան։ Ես 6 տարի հետո բերանելու եմ։ Լավ։ Կա օրինակ, որով կարող եք փաստել, որ որևէ երեխա ունենում է խնդիր, ենթադրենք, մանկական ուղեղային կաթվածով երեխայի հետ նույն նստարանին նստելուց կամ տվյալ դասարանում սովորելիս։ Դե կներեք, ես իմ ստանողական էգոիզմից ելնելով, ես դա չի ուզենա, որ նույն դասարանում իմ երեխան նստել այդպեսինի հետ։ Ես շատ ցավում եմ, որովհետև դուք մինչև հիմա չգիտեք, որ ձեր իրավունքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է իմ իրավունքը, հարգելիս։ Ես շատ ուրախ եմ նազելի ջան, որ կոչվում են մարդու իրավունքներ։ Ու դուք ինքնակոչ ինկվիզիտորների հավատականիչների տեղ մի դերեք։ Ես շատ ուրախ եմ, այ հայտնվել են մարդիկ, ձեզ էլ ավելին։ Ես ներողություն եմ ցավոք խնդրում, սրտի մարդիկ են հայտնվել, ոչ միայն մարդով կա ստուդիայում, այլև անհայտ ծագման պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, լրագրողներ, որոնք իրենց իրավունք են վերապահում, հարցականի տակ դնել եւ քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը 1, երկրորդը կոնվենցիա ստորագրել մեր պետությունը, կոնվենցիայով ամրագրված երեխայի իրավունքը 2։ Երրորդը ես ձեզ որպես մայր եմ ասում։ Ես ձեզանից շատ ավելի առողջ ընտանիքում եմ եղել, մեծացել եւ այլն։ Մի րոպե։ Այսքան ուզում եք ասել, ես անառողջ ընտանիքում եմ։ Այո, դուք անառողջ եք, միանշանակ, դա երևում է։ Ես անառողջ եմ։ Իմ երեխան հանկարծակի դժբախտ պատահարի դեպքում արդյունքում ծնվել է խնդրով։ Այսինքն, այստեղ մենք կարող ենք հասկանալ, որ ոչ ոք ապահովագրված չի։ Ձեր երեխան դեռևս խնդրով, որ չի կարող սովորական դպրոց Ձեր երեխան դեռևս նորածին է։ Գլուխ չգովեք, որ նա 6 տարեկանում հնարավոր է, որ ձեր երեխան էլ սայլակով դպրոց գնա։ Մի մոռացեք։ Եթե դուք մեզանից ոչ, մեզանից չեք վախենում։ Որտեղ անեստներից չեն դիպքում, իսկ անիծողին վերադառնում են աղքապան։ Ես ձեզ չեմ անիծում, ես ձեզ ասում եմ կյանքը ինչպիսին կա։ Ես կազմակերպությունում ունեմ երեխաներ, որոնք 4 տարեկանում են հաշմանդամություն ձեռք բերել դժբախտ պատահարների, ավարիայից եւ 1000 ու մի վիրուսներից եւ այլն։ Ինչի մասին է խոսքը։ Բարոյական դասախոսությունը մեր հյուրի համար չի, որովհետեւ մեր հյուրը ցավոք սրտի քանի դեռ կա այս կարծրատիպային եւ շատ լուրջ ինտելեկտուալ եւ ես շատ ուրախ եմ կրկին այս հնարավորության համար, որ եթերում հանդիսատեսը իսկապես կտեսնի, թե իրավունք թերթում իրավունքի ջատագովը
ով է։ Իրավունք Մի փոքրից լավ չի խոսքի ազատությունը։ Իդեմս դες ներառական ֆաշիզմի դեմքը, որ փող քաղաքապետը ինչ է ասել ընդամենը, որ եկեք նաև առողջ երեխաների մասին մտածենք։ Տարօրեցի կանցակ վրայով։ Ամբողջ աշխարհում մի րոպե։ Կանցակ վրայով։ Ամբողջ աշխարհում աշխատանքից հեռացնել։ Կարտիկներ են հնչում, որ այդ մարդուն վառել է։ Ներեցեք, ոնց համարձակվեցիք դուք առողջ երեխաների մասին այս մտածել։ տաղավարը դիվիդենդներ հավաքելու տեղ չի։ Դուք առիթներ կունենաք քաղաքապետին ավելի շատ հաճոյանալու։ Բայց այդ տեղը չի։ Հիմա ինչ վերաբերում է նրա դեմ կազմակերպած։ Պարոն Գալաջյան, նմանատիպ եւ հենց այս կազմակերպության շատ փոքր իհարկե քանակով կարտիկները, որ ինչ է պետք անել նրանց, ովքեր համարձակվում են կասկածել, որ այդ նպատակահարմար է այդ համակարգը թե ոչ։ Մենք ձեզ ինչ ենք Պարոն Գալաջյան, մեկ վարքյան։ Ձեզ երազա թվալու այդ խոսքերը, որ դրված։ Շատ շնորհակալ եմ, հեռուստադիտողը։ Մենք կարճատև դադարից հետո կվերադառնանք մեր տաղավար։ Մարդկային գործոնն է եթերում եւ ես շատ կուզեի, որպեսզի այս քննարկումը առհասարակ չլիներ։ Սա իմ շատ սուբյեկտիվ կարծիքն է եւ ես շատ ամաչում եմ հիմա այն ամենի մասին, այն ամենի համար, ինչը որ տեղի է ունեցել, տեղի է ունենում ու տեղի կունենա դեռ մեր հաղորդման մինչեւ ավարտը, հուզվել չկա։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ իմ կոլեգաները, իդեմս պարոն Գալաջյանի, կարող են ունենալ նման կարծիք, որ սա ֆաշիզմ է եւ ներառական կրթությունը ոչնչացնում է առողջ երեխաների կրթությունը։ Զարուհի, այո, ալլա համեցեք։ Ներեցեք, պարոն Գալաջյան, Ներեցեք, պարոն Գալաջյան, ես իմ միտքն եմ ուզում ասել։ Դուք հոգեպես խեղաթյուրված անձնավորություն եք, դուք վտանգավոր եք մեր հասարակության համար։ Եթե մեր երեխան ունի, ուղղակի մեր երեխաներ ունեն ֆիզիկական խնդիր, հաշմանդամ են, դուք հոգեկան խնդիր ունեք։ Դուք ինչ եք մեր հասարակությանը սովորեցնելու ձեր պահվածքով։ Նազեն ջան, կարելի է։ Մեկ վարքյան Զարուհի, հարց եմ ուզում ձեզ տալ, որպեսզի դուրս գանք, հա, անձնային հատկանիշների որակումներից։ Նարեկը հրաշք երեխա է, ես պաշտում եմ Նարեկին։ Նարեկը ունի մի քիչ յուրօրինակ խնդիր եւ իմիջիալուց նրա միտքը 1000 անգամ հզոր է, քան կարող եք կարծել, պարոն Գալաջյան, եւ նրա Արվեստի բնագավառում հաստատ։ Ոչ, պարոն Գալաջյան, ինտելեկտի բնագավառում։ Տիկին Նուրաջյան, խնդրում եմ։ Մաթեմատիկայի բնագավառում, 3 լեզվով կարդալու բնագավառով։ Դե ինչ-որ բնագավառում պետք է շատ ուժեղ լինի, եթե ինչ-որ մեկում ուրիշ տեսակի մարդ է, որպես յուրաքանչյուր երեխա։ Եվ ուզեք թե չուզեք, դուք պիտի մերվեք նման դեպքերի հետ։ Գիտեք քիչ են լինում դեպքերը, չգիտեմ ինչ ասեմ։ Բարեկամներ թե չէ ներողություն դուք ուղղակի Տիկին Նուրաջյան, 60 տարի ուշացել եք ծնվել, վերաբերենք չկարելի ասել։ Տիկին Նուրաջյանին ենք լսում, Տիկին Նուրաջյան։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բոլոր մարդկանց հավասարության գաղափարախոսությունը, այդ թվում բոլոր երեխաների հավասարությունը եւ յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը։ Մնացած ամեն ինչը, այն ինչ որ արվում է կրթության համակարգում, բխում է յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքից եւ հավասար հնարավորությունների մատչելի կրթության գաղափարախոսությունից։ Գուցե մեզ մոտ դեռևս լավ չի ստացվում յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթության գաղափարը։ Գուցե դեռ մենք լավ չենք կարողանում հանրակրթական դպրոցներում արձագանքել յուրաքանչյուր երեխայի կարիքներին եւ բավարարել ծնողների ակնկալիքները։ Բայց միայն այն, որ ծնողը գիտի։ Կարելի է այս վերջացնեմ։ Գուցե մենք դեռ չենք կարողանում, մեր հանրակրթության համակարգը դեռևս չի կարողանում արձագանքել այն մակարդակով, ինչ ակնկալիքներ ունի ծնողը եւ սպասումներ ունի ծնողը, բայց սա վերաբերում է ինչպես կրթության առանձնահատուկ այն ինչ որ ես ասում եմ, ինչպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիքին ունեցող երեխաների կրթությանը, նույնպես կարող է վերաբերվել նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաներին։ Բայց եւս մեկ անգամ ուզում եմ ասել, այլևս կարծում, ոչ թե կարծում, այլ վստահ եմ հետադարձ process չկա։ Օրենքը ընդունված է եւ մինչեւ 2025 թվականը համենայնիվ կրթության եւ գիտության նախարարությունը ամեն ինչ պետք է անի իր գործընկերների հետ համատեղ ներգրավելով բոլոր հնարավորությունները։ Ես խոսքը վերջացնեմ, հա։
ես խոսեմ, ներգրավելով բոլոր իր գործընկերներին, որպեսզի գոնե հավասար մուտք եւ հավասար հնարավորություն ապահովի յուրաքանչյուր երեխայի համար հանրակրթության համակարգ։ Այս գործընթացում այո մենք ունենք որակյալ մասնագետների կարիք։ Այո մենք ունենք հասարակության վերաբերմունքի խնդիր, որ շատ կարևոր է եւ Շորվանից ես մտածում եմ չունենք ոչ մի խնդիր ունենք ուղղակի որոշ օղակներ վերջնականապես ավարտի հասցնելու։ Չէ, ես կարծում եմ, որ հանրակրթության համակարգում մենք ունենք ուսուցիչներ, որոնք ունեն մտավախություններ, մենք ունենք մանկավարժներ։ Տիկին Մուրադյան, կներեք, էլի լրիվ հասկացա, լսեցի երկար։ Մեկ վայրկյան տիկին Սուսանա, վերցնում ենք էլի կրկին Ալայի օրինակը եւ Արեգի։ Արդյոք նախարարությունը ուներ իրավասություն քննելու հարցը, գործը հասկանալու թե ինչն է պատճառը, որ երեխային չեն ընդունում եւ առհասարակ վերահսկում։ Եթե գործը հասներ նախարարություն, գուցե նախարարությունը քննարկեր, ուղղակի դիմում չի եղել ընդհանրապես։ Լավ, ասենք դիմում չի լինում, տիկին Մուրադյան։ Ամեն դեպքում մենք բավականաչափ ակտիվ արձագանքել ենք մամուլով։ Մենք արձագանքել որ լիազորություն չունի։ Քաղաքապետարանը պետք է զբաղվի հասարակական քաղաքացու համար հարմարավետ քաղաք ստեղծելու, ոչ թե ես քաղաքապետարանի մասին չեմ կարող ասել, բայց ամենայն որ մեր ղեկավարությունը ձեզ հետ խոսել է, քննարկվել է հարցը, դպրոցի տնօրենի հետ քննարկվել է հարցը։ Ով այնց հետ խոսել։ Մեր վարչապետը։ Որ դուք ձեզ առաջարկվել է 125 դպրոցը։ Ուղղակի ցավոք սրտի ես ցավում եմ այս միջադեպի համար։ Մեզ չեն ընդունել, կներեք, շատ եզակի ես որպես ծնող շատ եմ հարգում ձեզ եւ իհարկե շատ հարգում եմ ձեր ծնողի իրավունք, հասկանում եմ ձեր բոլոր դժգոհություններն ու Մինչև չբարձրացնի խնդիրը չի լուծի, չէ՞, էդ էլ կա։ Մենակ մտնոլորտ, որտեղ քննարկվում այդ որ ձեր բալիկը պետք է սովորի 125 դպրոցում։ Ես խոստանում եմ եւ հավատացնում եմ ձեր, որ ձեր բալիկը անպայման կսովորեր 125 դպրոցում եւ ձեր երեխայի բոլոր իրավունքները կպաշտպանվեին եւ ամեն ինչ կարվեր, որպեսզի մեզ մերժում են, որտեղ ասում պատճառաբանելով, որ փորձ չունեն։ Իսկ այդ փորձը չեն կարող երբել ձեռք բերել, որտեղ չեն ընդունում դպրոց։ Երբ պետք է մասնագիտական փորձ ձեռք բերել։ Բայց մենք պետք է հասկանանք նաև մեր մանկավարժներին, իրենց մտավախությունները եւ մեր բոլոր ենթակառուցվածքները։ Մենք հասկանում ենք օրենքի որոշել է իր բալիկին մեծացնել այնպիսի իր աշխարհիկում, որտեղ ամեն ինչ իդեալական է։ Նրանցնային դաշ չեն գնում, կարճատև դադարից հետո շարունակում ենք մեր քննարկումը։ Մարդկային գործոնն է եթերում եւ այսպիսի քննարկում անգամ ես չէի ակնկալում այսօր տիկին Սուսաննա։ Այո, կան նաև դեպքեր, որ մտահոգության տեղիք են տալիս, որ մենք պետքա քայլ անենք, բայց հավատացեք 80% դեպքերում երեխաները հաջողել են։ Երբեմն մենք եթերից բառեր ենք ասում, չմտածելով մեր եթերից դուրս օգտագործած բառերի հետագա ազդեցությունը երեխաների վրա։ Խոսքը այդ մասին չէ, իհարկե ներառականությունը շատ լավ է։ Իհարկե շնորհակալ ենք մեր դպրոցներին, որ իրենց դռները բացել են։ Սրանով է, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի նույնիսկ եվրոպական շատ երկրների մեջ աչքի է ընկել, որտեղ եթե մենք այսօր արդեն փորձի մեջ ձախողումներն են քննարկում, եվրոպական շատ երկրներում դեռևս հլա ասում են փորձ անենք, իսկ այդ փորձ անելու անգամ քայլին են դեմ։ Եվ ես կարծում եմ, որ ու նաև խնդրում եմ մեր բոլոր հյուրերին այլևս կոնկրետանանք ուղղակի կրթության հարցերը, որովհետև սա շատ ավելի կարևոր հարցեր են, քան մի քիչ առաջ բարձրացած հարցերը։ Ձեր թույլտվությամբ ես կհիշեցնեմ մի պատմություն, որ վերջերս տեղի ունեցավ կրկին մանկական ուղեղային կաթվածով երեխայի ծնողի հետ, տիկի Անահիտն էր, որը Վահի մայրն է եւ երթուղային էին որոշել նստել, էքսպերիմենտալ բաներ արել։ Ճիշտ է, իր սայլակով փոքրիկ եւ այլ եւ ամենատհաճ բանն այն էր, որ հենց երթուղայինի վարորդն էր ասել, կարող է գիտես, այ քեզ համար բեռնատար է կամ ինչեւ է եւ վիրավորել էր անհարկի։ Մարդը եւ վճարողնակ էր եւ պատրաստ էր, սակայն ես ուզում եմ հակադրել այս պատմությանը մյուս բանը, որ բոլոր ներսում գտնվող մարդիկ օգնել են որևէ կերպ։ Այսինքն բարոյը քանի տոկոսն է, այ մոտավորապես այդպեսին է հաջողված ու չհաջողված պատմությունների ուզում եմ հավատալ։ Ես եմ եղել են անձը, որ ծնողների հետ ուղղակիորեն պայքար եմ տալել ներառական կրթության համար։ Ու իմ համար անշուշտ ամեն անգամ շատ խորը ցավ է, որ մենք ունենք թեկուզ մեկ երեխայի ոչ հաջողված դեպք։ Ես ուզում եմ խրախուսենք մեր ծնողներին, սա վերջնագիր չէ։ Կարող են սխալվել տնօրենները, կարող են սխալվել ուսուցիչները։ Ես որ իմ Facebook-յան էջում էլ գրեցի, իսկ ով ասեց, չկա, գնանք օգնենք։ Իրանք հաճախ չիմանալով ինչպես
ուրեմն լուծել խնդիրը հագուրդ են տալիս իրենց կարծրատիպերին ու կանխակալ վախերին։ Պետք է հասկանալ մյուս կողմին եւս։ Մարդիկ իրենց իսկապես փորձում ունեն մի պատկերացում, որ դա անհնար է։ Երբ այդ շփմամբ լավ օրինակով հնարավոր է լինում փոխել, գոնե 1, 2, 3, 4 դեպքերում։ Ես կուզենամ պիտի հասկանամ, որ մայրերը երբեմն շատ ծանր բարիեր են հաղթահարում։ Աչքի առջևում անցնում են երեխաներ ու ուսուցիչներ, որ ես անձամբ գիտեմ, թե ինչ մեծ ազդեցություն են ունեցել երեխան։ Ես չեմ ուզում սա այսպես 1 դեպքը, 2 դեպքը, 10 դեպք ընդհանրացնենք ու շատ նուրբ բան է այսօր կրթությունը։ Եկեք Մենակ այն, որ կարող եք դիմել եւ նախարարությունն է բաց այդ կողմից եւ նույն ես կուզենայի հարցային դպրոցի համար էլի, որտեղ ես իմ տեսակետն ունեմ, ես ծնողի հետ եմ այդ մասին խոսել։ Հավատացեք, ցանկացած տեղ, այսօր դեռևս այս երեխաների պարագայում առաջինը ծնողների շրջանում, հետո մասնագետների դեռևս գերիշխում է այն ընկալումը, որ նրանք հիվանդ երեխաներ են, որ նրանք խնդիրներ ունեն։ Եվ այնքան դժվար է ընկալվում, որ հիվանդը ուղղակի հիվանդություն է, որ ես էլ կարող եմ դուք էլ բուժվեք, որ դա ուղղակիորեն ֆունկցիայի ինչ-որ մի սահմանափակում է եւ վերջ։ Մենք պետք է տեսնենք երեխայի կարողությունն ու հնարավորությունները։ Ցավոք սրտի, այսօր ես մեկ այլ առիթով էլ այդ մասին խոսել եմ, որ հատուկ մանկավարժներ պատրաստելիս պետք է մի հատ լավ նայեն իրենց առարկայական ծրագրերը մեր համալսարաններում, որ նրանք ոչ թե տեսնեն երեխայի դեֆեկտը, այլ կարողությունները, որպեսզի այդ 15 մասնագետը, որ ձևավորվել է դպրոցում, այդ որը դուք ասում եք մանկավարժ, կուզենամ ասել, որ մեկ լումա մանկավարժը ավել գումար դրա համար չի ստանում։ Այդ գումարը ձևավորում է հատուկ մասնագետների խումբը, որոնք ոչ թե երեխայի կարողությունն են տեսել այս պարագայում նույնիսկ, այլ անկարողությունը։ Շնորհակալություն Տիկին Սուսաննա, պարզել եւ շատ լավ է այդ դրույթը տեսնել այն ինչ նա կարող է անել, ոչ թե սահմանափակման պատճառով հուսատվել։ Բալիկը կարողանում է 87 բանաստեղծություններ մոտավորապես գիտի 7 Ես գիտեմ, որ ձեր բալիկը կարող է։ Ես գիտեմ, որ ցանկացած բալիկ կարող է։ Ես Պուշկին է արտասանում, երկրաչափական ֆիգուրաներ գիտի, դա այն բալիկն է, որին հրաժարվեցին որ 10 տարի էլ տառերը չի սովորի, բայց իր հմտությունները շատ զարգանում են։ Շնորհակալություն Զարուհի, հարց Նարեկը պայծառ աչուկներով Նարեկը արդեն հստակ գիտեք, թե ինչ խնդիր ունի, դիագնոստիկան արված է նրա։ Դիագնոստիկան Հայաստանում արված, Ռուսաստանում արված, բայց մինչև վերջ պատասխանը մենք չունենք իհարկե։ Եվ չգիտենք թե ինչի։ Այսինքն տեսանելի դա մանկական ուղեղային կաթված է, բայց բոլոր մասնագետները միաբերան ասում են, որ ինչ որ անհասկանալի process կա իր մեջ, որը խաթարում է իր ավելի արագ վերականգնվելու։ Նարեկը իմ սերն է, ես նրան շատ եմ սիրում եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա ստանա իսկապես ճիշտ դիագնոստիկա, որի շնորհիվ էլ մենք կարողանանք նրա բուժումը լիարժեք իրականացնել։ Նարինե, խնդրեմ ներկայացրեք մի գավաթ սուրճի փոխարեն ծրագիրը։ Շուտով կմեկնարկենք մի գավաթ սուրճի փոխարեն բարեգործական ակցիան։ Կընտրենք ամեն ամիս ամսվա բալիկ, որի կարիքների գնահատումից հետո կհասկանանք, թե փոքրիկին ինչ է անհրաժեշտ, հերթով, եւ մեր քաղաքացիներին բոլորին հնարավորություն կտանք մի գավաթ սուրճի փոխարեն ներդրում անելով օգնել եւ 180 աստիճանով փոխել մի փոքրիկի կյանք։ Այստեղ բուժման, այստեղ մեծ բառեր ասելու մասին սխալ է խոսելը, բայց այն, որ շատ կարիքներ կբավարարվեն, դա փաստ է։ Կոնկրետ Նարեկի դեպքում ամբողջ գումարը կուղենք դիագնոստիկային, որը Զարան արդեն պայմանավորվել է Ճապոնիայում կա հատուկ գլխուղեղի ուսումնասիրությունների կենտրոն, ինստիտուտ, գիտահետազոտական, որտեղ էլ Նարեկը կանցնի ամբողջ իր ուրեմն հետազոտությունը, եթե հավաքվի ամբողջական գումարը։ Ես կարծում եմ, որ ոչ միայն Նարեկի, ընդհանրացնելով ուղղակի Նարեկի դեպքը, ուղղակի երեխաներին պետք է շանս տալ։ Ես ուզում եմ ուղղակի թեմայի շուրջ ասել, որ Նարեկի հետ աշխատում են ուսուցիչները, հատուկ ուսուցիչները չէ, հասարակ, հանրակրթական ծրագիր դասավանդող ուսուցիչները, որոնք պարզապես ընդունեցին կյանքի ուրիշ տեսակը, սովորեցին իր հետ աշխատել ու երկկողմանի մեծ բավարարվածությամբ
դասերն ենք անում, նոր թեմաներ ենք սովորում եւ իրենց շատ շնորհակալ եմ։ Եվս որ շատ դրական Ես հասկանում եմ դուք ինչ եք ուզում ասել։ Ներեցեք մեկ վարքյան, ես հարգելի հյուրեր, Զարուհի, պարոն Գալաջյան, լսում եք ինձ մեկ վարքյան խնդրում եմ։ Ես արդեն պետք է փակեմ մեր հաղորդումը, քանզի ժամանակը վաղուց սպառվել է, սակայն ունեմ ձեզ մի խնդրանք, պարոն Գալաջյան։ Խնդրել ներողություն իմ այսօրվա ներկա այստեղ հյուրերից եւ ծնողներից։ Բացառված է։ Երբեք։ Եվ ընդհակառակը ես պիտի հորդորեմ բոլոր ծնողներին առաջնորդվել ծնողական էգոիզմով։ Առաջի հերթին սեփական երեխայի շահերով, այդ թվում նաև այստեղ գտնվողներին։ Դուք ձեր երեխային երևի ձեր աշխարհիկ Շնորհակալություն, ես ասացիային ինչ ուզում եի ասել։ Այդպես չէ։ Դուք ինչ կրոն եք դավանում։ Թեթանոս։ Հա, թե ասեք էլի։ Մարդկային գործոնն այսօր խոսում է ներառական կրթությունից։ Մենք խոսում ենք այն խնդիրներից, որը կա, բայց ուզում եմ հիշեցնել, որ համաձայն կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, որն ընդունվել է 1999 թվականին, պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու եւ սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում հատուկ ծրագրերով։ Սա ծնողի ընտրությամբ եւ ցանկությամբ։ Եվ ես հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ մեր ներառական կրթությունը կլինի այնքան որակով եւ այնքան չափորոշիչներին համապատասխան, որ իսկապես հատուկ դպրոցների կարիք անկախ երեխայի խնդրի բարդությունից չի լինի, որովհետեւ սոցիումում ներառված երեխան, մանավանդ մանկական ուղեղային կաթվածով, որի մասին այդքան դուք խոսեցիք, պարոն Գալաջյան, իրականում շատ տաղանդավոր ու շատ ընդունակ երեխաներ են, կեսարից մինչև Նապոլեոն ունեցել են այդ խնդիրը, եթե չգիտեք ասեմ։ Բոլոր երեխաները ունեն իրավունք լինելու հավասար պայմաններում, անկախ նրանց խնդրի աստիճանից, եւ որևէ ծնող ու որևէ երեխա ապահովագրված չէ։ Սա ես ասում եմ նաեւ իբրև ապակա ծնող։ Կհանդիպենք մարդկային գործոնի եթերում, հուսով եմ ավելի հաճելի թեմաներով։